Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալասյան, այս բան ես հյուրընկալել եմ ադրբեջանագետ պատմական գիտությունների տեխնոսու Տաթև Հայրապետյանին, Տաթև ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Մինչ դուք գալիս եք մեր տաղավար, հայկական համացանցում հայտնվեց ադրբեջանական նշթողում անելով Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Երկու հայտարարություն էս պահին գոնե որ ինձ համար աչք ծակող էր, մեկը որ հայկական ժամանակից հայաստանյան տեղանունները մեծամասնությամբ ունեն ադրբեջանական անվանում եւ Սևանը Սևանչի ներողություն ճակերտների մեջ Գյոյչա է, ինչպես նաեւ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չպետք է վախենան ժամանակակից Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձով, որովհետև ադրբեջանցիները պետականասեր եւ ստեղծարար ժողովուրդ են։ Երկու հայտարարություն, որը ես հիմա պատկերացնում ԿՊ-ականները ոնց են առանց իրար հերթ տալու արդարացնելու Ալիևի այս հայտարարությունները, բայց երկու հայտարարություն, որը ոչ մի կապ չունի Հայաստանում իրականացվող, այսպես անվանեմ, խաղաղության քարոզարշավ գծիկ տերորի հետ, որը այս պահին իշխանությունները իրականացնում են։ Ինչ է սա նշանակում։ Ինչու այն պահին, երբ որ Փաշինյանը այսպես երազային հնարավորություններ էր ստացել ասելու, որ ժողովուրդ ջան, դե մենք բերեցինք խաղաղություն եւ այլն, հանկարծ Ալիևը հանդես է գալիս նման ծավալապաշտական եւ ակնհայտորեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը չհարգող հերթական հայտարարությամբ համեցեք։ Նախ քարոզարշավ գծիկ տերորը ոչ թե խաղաղության, այլ տգիտության ու տխմարության մասին է, որովհետև կան ակնհայտ փաստեր, որոնք չնկատել ուղղակի հնարավոր չէ։ Ընդ որում օգոստոսի 8-ից հետո Ալիևը մի քանի ելույթներ է ունեցել, որոնց մասին ես գրել եմ, խոսել եմ, նաև մենք ենք մեր նախորդ եթերում դրա մասին խոսել, եւ անցնող շաբաթվա ընթացքում, երբ Ալիևը Ֆիզուլիում էր, էլի հայատյացության հետ կապված ելույթներ էր ունենում։ Ուղղակի այս ամբողջը տեսեք ես անդադ նայում էի դաշտին ադրբեջանական, որ երկու ծերով խաղար։ Մի կողմից այդ եվրոպական աչքի համար ինչ որ ճակերտավոր քաղաքասարակության ներկայացուցիչներ էր ուղարկում, ղազախական ցորեն էր ուղարկում, սենց ինչ որ բաներ էր խոսում արտաքին աշխարհի համար։ Մի կողմից նայում եմ ներքին լսարանի համար հստակ ատելության քարոզը գնում, ազավթողական կոնցեպտը շարունակվում է փթթել եւ ծաղկել այդ երկրում ամբողջ ծավալով ամբողջը ծավալում է այսօր առավոտյան իմ սոցիալական ցանցում Facebook-ում գրառում արեցի, թե ինչ գիրք է հրապարակվել Երևան քարի հետ կապված, ինչ որ ադրբեջանցի հրապարակել է ու դա նախագահի աշխատակազմի կողմից ուղիղ հովանավորվող երևույթ էր, այսինքն այդ պետության ղեկավարը հովանավորում եւ աջակցում է զավթողական ծրագրերին։ Ու հիմա այսօր մեր եթերից առաջ այո նա ազգային ժողովում էր իրենց բավականին ծավալուն ելույթ ունեցել մի քանի առումներով ու այս առումով էլ կոնկրետ խոսել էր որ շարունակելու էր ծավալապաշտական ծրագրերը ու խոսել էր որ ինքը շարունակելու իր համար հորինել գոյություն չունեցող իրավունքներ եւ սա կատարվում է մի ֆոնին երբ այսօր իշխող ուժը նույն ԿՊ-ն կամ քանդենք պետությունը կուսակցություն ինչպես ես նրանց անվանում եմ հստակ ասում է մենք Արցախից չենք կարող խոսել Ղարաբաղից արդեն Արցախ բառը չկա մենք չենք կարող խոսել ինչ իրավունքներ ինչ Ղարաբաղ են ասում, ինչ իրավունքներ ոչ մեկ, այսինքն կա Լեռնային ժողովրդի վերադարձի իրավունքի ամրագրում։ Դա ԿՊ-ն չի որոշել, դա Ենի Ադրբեջան կուսակցություն չի որոշել, դա միջազգային դատարաններով, ընթացակարգերով որոշված բան է, ընդ որում այս վերջերս ես տեսա, որ նախկին մի Արման Թաթյանը այդ թեմային անդրադարձել կոնկրետ հղումներ անելով օրենքներին ու ցույց էր տվել, որ փաստացի Ադրբեջան նմանատիպ հայցեր ներկայացրել ու այդ հայցերը մերժվել են դատարանների կողմից։ Այսինքն իրավական, միջազգային իրավական գործիքակազմը մեր ձեռքն է ու դա մեր նախասիրության խնդիրը չէ, դա կոնկրետ իրավունք է։ Ու այս իրավունքը իրանց ճմրթում, ծալում, ճղում, գցում, վառում եւ այլն վրանը կիսլատային լցնում ամեն ձևով, այս էլ ընդդեղից ասում են, մեր իրավունքը դուք պիտի համակերպեք, ինչի՞ հետ համակերպվեց, օրը համակերպվեց, ինչի մասին է առհասարակ խոսքը։ Ու այս ամբողջը տեղի է ունենում Հայաստանի ներսում ընթացող այդ քայքայիչ վտանգավոր գործընթացին զուգահեռ։ Ուղղակի պետք է ասեմ, որ վատ բան եմ ասում, բայց Իլհամ Ալիևին շնորհակալ եմ անկեղծության համար։ Ինքը երբեք դա չի թաքցրել։ Այստեղ արդեն խնդիրը նա թե ինչի մենք չենք ուզում դա հասկանալ։ Այլ մենք հասկանում ենք, բայց ինչի հանրային լայն շրջանակները, թե կարծում եմ արդեն հանրային լայն շրջանակներն են հասկանում։ Մեծ հարց է, չգիտեմ, տեսնենք հրա աստված առաջ, բայց ուզում եմ ես մի քիչ խոսել, հա, ինչի հիմա որովհետև ակնհայտ է, որ մենք դրա մասին խոսել էինք, որ Ալիևը կարծես թե պատրաստվում է Փաշինյանին նախընտրական ճակերտավոր զինադադար տալ, որպեսզի Փաշինյանը
խաղաղության այդ ալիքի վրա հնարավորություն ունենա վերընտրվելու եւ հիմնական պահանջները, այսպես ասենք, ինքը ներկայացնելու է արդեն ընտրություններից հետո, եթե Փաշինյանն անշուշտ կարողանա ստանալ մեծամասնություն, բայց այսպիսի արտահայտություններն ու հայտարարությունները տորպետահարում են այն գործընթացը, որի վրա ահռելի այսպես խաղադրույք է կատարել Փաշինյանը։ Հարցը նա, որ Ադրբեջանը իրականում պետական առումով, քաղաքական առումով այդ գործընթացից ինքը ինչ կարողանում ստանում է։ Տեսեք, ինքը ունի այսօր Փաշինյանի նման աջակից, որը գնում է բոլոր միջազգային ատյաններում ու ասում է՝ «Ժողովուրդ ջան, մենք խաղաղություն ենք հաստատել», ասում է՝ «Ապրես»։ Ու գալիս ներսում ասում է՝ «Էսա, հիմա ինչ Փաշինյանը հետ գնացի»։ Է որ ասում է Ժողովուրդ ջան, մի քիչ լավ չէի հասկացել, հա, ոնց որ այդքան է խաղաղություն չէինք հաստատել։ Այսինքն ինքը արդեն ստացել է այն կոզրները, որը իրան պետք է Իլհամ Ալիևին։ Ինքը Թրամփի աշկում ներկայացել է որպես խաղաղություն կերտած ղեկավար, միջազգային հանրությանը Փաշինյանը ասում է ոչ մի թեմա չկա, ոչ էթնիկ զտում կա, ոչ բան, ամբողջը ԿԿԲ-ն է կազմակերպել, երևի այդ ԿԿԲ-ն 15 թվին Օսմանյան կայսրություն ցեղասպանություն արեց, հետո այդ ԿԿԲ-ն էր երևի Գուրգեն Մարգարյանին քնած կացնահարեց, նույն ԿԿԲ-ն երևի Հայկին Զինծառայողին անդամահատեց լուսանկարեց, նույն ԿԿԲ-ն պատերազմ ցանցազերծեց, սա ԿԿԲ-ն էր անում, այս Ադրբեջանն ու Թուրքիան ասես պուպուր սիրուն նստած էին, ոչ մի բան չէին անում, նրանց բրթում էին մի քիչ կամ դրթում էին, իրանք չէին ուզում։ Որ ասում Ռաֆիկ ни в чем не виноват, լրիվ սրանցն է։ Այս տխմարության ու տգիտության մեջ ինքը այդ քարոզարշավը, այդ աջակցությունը բան անում, բայց ես ձեզ ասեմ ինքը ոնց է աջակցել Նիկոլ Փաշինյանին, բացի այս չկրակելուց, շատ լավ է որ չի կրակում, ես չի ասում, թող չաջակցի կրակի, թող պետք չի կրակի, բայց դրանից զատ ինքը շատ մոտ ավելի շրջանում ընտրությունների, բացի այդ երևի նույնիսկ տեքստերով ասել են, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, խաղաղություն չի լինելու։ Այսինքն իրենք պատերազմի գործոնով օգտագործելու են հայ ժողովրդի դեմ հոգեբանական, տեղեկատվական պատերազմ մղելու համար, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում։ Այդ խաղաղությունը, չգիտես ինչի, շատ բան է, էլի ինչ որ անհասկանալի խաղաղություն է, չգիտես, կենթանի այդ խաղաղությունը, որ դու ստեղ ասում ես ամեն ինչ մոռացի, ջնջի հանիմ, բան արա, ուղեղդ մաքրի, կարշեր արա, ուղեղդ որ ոչի բան չհիշես, բայց այնտեղ էլ ասում է, եսի որտեղից քարտեզ կա, այդ գլճյանը, Սևան չի, էսա այնա, ասենք, ասես որ բաներ է հորինում իր համար, պատմաբաններին հանձնարարել եմ, ես էլ ասում եմ, իրոք հանձնարարել է, մարդը պարզ ասում է, որ հանձնարարել է։ Ես պիտի մանգամ գտնեմ ձեզ ցույց տամ, այնա մարդը իր բերանով ասում է, էլ ինչ ասի, որ հասկանալի լինի բոլորիդ համար։ Այսինքն սա նշանակում է, որ Ալիևը այս process-ից քամել է այս պահին լարավելագույնը ու ինքը այլևս խոսելու է ինչ որ ուզում է խոսի։ Ես կարծում եմ առաջիկայում, քանի որ իրենք նաև ռազմական շքերթ են նախապատրաստում եւ ինչքանով ես տեսա մամուլը Էրդողանն էլ այցելելու այդ շքերթին, ապա այդ ամբողջը իհարկե օգտագործվելու է այդ առումով, բայց այդտեղ մի հատ բան էլ կա, որ պետք է հասկանալ, ընդ որում մի քանի ադրբեջանցիներ կան դեռևս ազատության մեջ մնացած մի երկու հոգի կան էլի, հեսա դրա հետ կապված մի հետաքրքիր բան կասեմ, որոնք հոդվածներ էին գրել վերջերս ու հենց դա էին ասում են մենք ուրիշ Ադրբեջան էինք սպասում Ղարաբաղի պատերազմից հետո, ընդ որում մենք բոլորը աջակցել են Ղարաբաղի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակմանը, ասում բայց մենք մտածում ենք, որ կփոխվի մի բան, ընդհակառակը չի փոխվել, այդ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որտեղ իրենք ընդհանրապես լավ չեն սկսել ապրել։ Ես ոնց բացատրեմ, տեսեք, երբ Արցախը գտնում էր մեր վերահսկողության տակ, ես եւ դուք չէ, բացի դրանից, մենք ցանկացած պահի կարող ենք նստել մեքենան եւ գնալ այնտեղ։ Օրինակ գնալ Ստեփանակերտում սուրճ խմել, այդպես էր։ Ոչ մեկ մեզ չէր կանգնացնելու եւ այլն, ինչ որ ֆորմաստու գումացնում գնում ենք։ Ադրբեջան չկա մեկը, որ կարող է նման շռայլություն իրեն թույլ տալ։ Այնտեղ հատուկ թույլտվություններով, հատուկ ձևերով, հատուկ ավտոբուսներում գնում են, հատուկ կետերով մնում են, հատուկ կետերով հավաքվում, հետ են գնում։ Այդ բնակարանները, որ իբր թե հանձնում են եւ այլն, եթե ուշադիր նայեք, երբ որ մարդիկ այդ բնակարաններում առանձնապես չեն էլ ապրում, ու նույնիսկ մեդիայում տեղեկություններ են գրում, որ ասում են, եթե դուք թողեք հետ գաք, այդ բնակարանը ձեզանից խլել են, այսինքն մարդիկ չեն մնում։ Ինքը ունի լուրջ խնդիրներ, ունի էական կարևոր խնդիրներ, որոնք ամբողջ ավտորիտար ռեժիմը ուղղակի ճնշում է ու արդեն դաշտում մարդ չի մնում։ Հիմա ասենք բոլորը մեծ մասը բանտերում են, որ բանտում չի, այս բանի մասին ասեմ։ Ուրեմն վերջերս Ադրբեջանի դատախազությունը գործընթաց է սկսել տարբեր եվրոպական երկրների հետ, որպեսզի այդ մարդկանց բռնեն ու հետ բերեն Ադրբեջան։ Այսինքն X մարդը, որ օրինակ Չեխիայում նստած հոդված է գրում Ալիևի ավտորիտար վարչակարգը քննադատում, որ կարողանան այդ մարդուն լրտեսության համար հայրի օգտին բռնեն բերեն Ադրբեջան։
Եվ ինչ է կարծում կստացվի։ Չեմ կարող ասել, սպეციფიკա, եթե կաշառեն կստացվի, իսկ իրեն կաշառելով շատ հարց են կարողացել լուծել այս ընթացքում եվրոպական այցանները։ Իդեպ այդ կալանավորումների առումով Հայաստանում բավական հետաքրքիր զուգահեռներ կարելի է տանել, Ջայլոց մեթոդների առումով էլի ես դες ասեմ, այդ բաները մարդկանց ինտիմ կյանքի մանրամասներ հրապարակում, այդ հստակ իմ համար ադրբեջանական մեթոդ էր, ես հիշում եմ այնտեղ մի ընդդիմադիր լրագրող կար, որը իրականում Ալիևին աջակցեց պատերազմի ժամանակ, հայտնի Խադիջա Իսմայելովան, իր ինտիմ կադրերն էին հենց հրապարակել ու իրան փորձել այդ հանրության մեջ խայտառակել։ Այդ բավականին համանման չէ, նստեց ինչ-որ շրջան, հետո ազատ արձակվեց, դեռևս ադրբեջանում, բայց առանձնապես էլ չի խոսում։ Բայց այդ մեթոդները ինձ շատ ծանոթ էին ադրբեջանական համակարգից։ Լավ, հիմա եթե վերադառնում ենք Հայաստան, այսինքն կա Ալիևի այսպիսի հայտարարություններ, կա նոյեմբերի 9-ի այսպես կոչված շքերթը, որտեղ վստահ եմ ամբողջությամբ հակահայկական, այսպես բան է, թշնամական քարոզչություն է ընթանալու, հա։ Հայաստանի հասարակությունը ինչպես պետք է այս ամեն ինչին արձագանքի։ Բացատրեմ ըստ իս որտեղա խնդիրը։ Հայաստանի հասարակությունը հանրային որոշակի շերտեր, օրինակ ես անկեղծ ասեմ, ես այդ փոփոխությունը տեսնում եմ, երբ որ հատկապես 2021 թվերից հետո այդ քարոզչությունը սկսվեց, իսկ թվում է մարդկանց մի ստվար հատված պատերազմից հոգնելով հակված էր դրան հավատալու։ Անկեղծ ասած, ես ինքս կուզեի սխալ դուրս գալ, ազնվորեն ասում ես կուզեի Նիկոլ Փաշինյան ճիշտ լիներ, խաղաղություն լիներ եւ այդ ամբողջ էթնիկ զտումը չլիներ, ինքն էլ ինչ-որ բան իմանար, որ ես չգիտեի, բայց դա տեղի չունեցավ եւ հիմա հանրությունը ավելի սթափ է, օրինակ շատ հաճախ նույնիսկ ինձ հետևող մարդիկ իրենք առաջինն են տեղեկություն գտնում ինձ ուղարկում ադրբեջանական մամուլի հետ կապված գոհ են սթափել, հետևում են նրանք, որոնք ուզում են, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Կար որոշակի անվտանգային սխեմա, որտեղ կա Ռուսաստանը որպես գործոն, ու դա կար մինչև 20 թիվը լավից վատից ինքը աշխատում էր։ Այդ սխեման խախտվեց տարբեր հանգամանքներով պայմանավորված, հետագայում Ռուսաստանը ներգրավեց արդեն ուկրաինական ճակատում, ու այդ սխեման շարունակում է մնալ խախտված։ Հիմա իշխանության բանն է, որ ունենք բոբո հարևաններ, այս բոբո հարևանների, իրանք դա իհարկե տես չեն ասում, բայց իրական որ ասես նայես չոր, իրանց մի կողմ դնես, բոբո են, մենք պիտի բոբոների հետ հաշտվենք, իրանց ասասներով ապրենք, որ այս ժամանակը ապրենք, տեսնենք ինչ ենք լինում։ Այստեղ արդեն այդ այլընտրանքն է։ Ունենք բոբո հարևաններ, կներեք այս բառի համար, որ օգտագործում եմ։ Ինչ ենք անելու այդ հարցը լուծելու համար, եթե չունենք Ռուսաստանին այդ անվտանգային սխեմայում։ Կան այլ լուծումներ, թե չէ։ Ոստեղ եթե հանրային դիսկուրսը լիներ ոչ թե քարոզչական, տեղեկատվական տերորի ու մարդկանց գժվացնելու ֆոնի վրա, այլ լիներ նորմալ ու ադեկվատ, իրոք կնստենք խոսակցություն կունենենք, ոնց ենք անելու։ Այս իրավիճակը բարդ է, աշխարհը փոփոխվում է ու հազար խնդիր կա։ Մենք այս իրավիճակից ոնց ենք դուրս գալու, որ Ադրբեջանը հարձակում չկործի Հայաստանի նկատմամբ, տարածքների օկուպացիա տեղի չունենա, զոհեր եւ այլն, ու մենք այս բարդ փուլը անցնենք ու դուրս գանք այս ամենից որպես անկախ ինքնիշխան ամբողջական պետություն։ Ոստեղ արդեն կարելի է տարբեր գործոններ քննարկել։ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տարածաշրջանում։ Արդյոք այս ամենը տեղի ունենում Ռուսաստանի փաստացի համաձայնությամբ, այսինքն միգուցե Ռուսաստանը օքեյ է, որ Միացյալ Նահանգները այս պահին անվտանգային որոշակի բարձիկներ ապահովի հարավային Կովկասում, որտեղ ինքը չունի այդ ռեսուրսը։ Իրանի հետ կապված թեկուզ թուլացած Իրանի, Հնդկաստան, Չինաստան, այս դիսկուրսի մեջ քննարկելու շատ բան կա։ Ու կան լազիկաներ ռուսերեն այդ բառը ասած, այդ որոնցից կարելի է կպնել ու խնդիրների լուծում տալ։ Բայց երբ որ դու դնում ես հարցը նենց, որ չէ, իրանք այնքան վախենալու վատն է, որ մենք մենակ պիտի իրանցից վախենանք, մտնենք սեղանի տակ ու իրանց ասածով ապրենք, այդտեղ քննարկում չկա։ Այդտեղ արդեն դու տուպիկի մեջ ես, դու փակուղու մեջ ես, այդ փակուղուց ելք չկա։ Ես օրինակ կարծում եմ, ու կարծում եմ բազմաթիվ մարդիկ, որ կան ելքեր, բայց այդ ելքերը ինչի, որ գնանք միգուցե Ռուսաստանից այդ սիրուն աշկերտ, չէ, բան է փոխվել Ժորժ ջան, այդ բանը փոխվել է, իրավիճակը փոխվել է, բայց այս նոր իրավիճակում կան նոր հնարավորություններ ու իրապես խելամիտ, սրամիտ ու հնարամիտ ղեկավարները տեսնում են այդ հնարավորությունները, գնում են այդ հնարավորությունները ու հարց են լուծում։ Ես մի պրիմիտիվ մի քիչ օրինակ բերեմ, որ չասեն տենց իր հանգիստ տեղը նստած խոսում է։ Կա Թրամփի միջնորդությունը, կա այդ ամբողջը։ Հիմա Ալիևս ելույթ ունենում, նման ելույթները ինչ էր ասում, ասում էր պրոբլեմ ունենանք զանգեք, չէ։ Այս դրան կարող եմ ավելացնել տասնաբատիկ այլ բաներ, ես դրա մասին նույնիսկ անգլերենով հոդված էի գրել, որ դիվանագետներն էլ դրանց անօթանային, այդ ցուցիչների հետ կապված։ Եթե դա ոչ թե աներ անհատ, օրինակ վերլուծաբան Հանձին ինձ կամ մի քանի անհատներ, այլ աներ պետությունը, ասեր Ժորժ ջան, լավ է կարևոր միջն, բայց սենց չի լինի։ Այս նորմալ չի։
Ոստեղ խնդիր էր առաջանալու, ոստեղ արդեն այդ ամբողջ process-ը բանն էլ, այդտեղ Թրամփը ասել էր, բայ իմ հեղինակության հարցն է գալիս։ Այնտեղ գերիների թեման, եթե նույն գերիների թեման դարձվեր խաղաղության գործընթացի մաս, գնար ասել, ձեր ցավն էլ տանեմ, նախաստորագրենք, ինչա, թրիփ է, բանա, խնդրեմ չկա, բայց այդ մարդիկ թող հետ կան, ես գնամ ժողովրդին ասեմ, հետ եկան այդ մարդիկ։ Բայց ինքը չի անում դա։ Ինքը հակառակը վերցնում է Ալիևից ստացված նոր հրահանգներ կոնկրետ եկեղեցու ազգային ինքնության դեմ ու գնում է դրանց հետևից, այսինքն այս ստացած պատուհանը, որ մենք բան ենք ստացել, time out ենք ստացել, օգտագործում է պետության քայքայման համար։ Ոստեղ արդեն գալիս է բարձ բացատրություն, Ժորժ ջան, այս իշխանությունը խնդրեմա այս երկրի գոյության համար։ Այս իշխանությունը պիտի փոխվի, որ այս երկիրը կարողանա գտնել նոր իրավիճակում նոր լուծումներ։ Բայց time out-ը իրան տրվել է ենթադրաբար վերընտրվելու համար, ու ինքը հիմա փաստորեն փաստացի ամեն ինչ անում է այդ վերընտրության համար։ Դες հիշեցնեմ, թե ինչ կալանավորների շղթա է Հայաստանում ընթանում, բառացիորեն 3 ինչ որ մեկի դանոսով կաթողիկոսի եղբորն ու եղբոր որդուն օրինակ ձերբակալեցին։ Դրանից առաջ ուրեմն Գյումրիում 40 քանի հոգու ձերբակալեցին, դրանից առաջ սրբազաններին ձերբակալեցին, այսինքն ակնհայտ է դառնում, որ իրենք հիմա գնում են Սամվել Կարապետյանին ձերբակալեցին։ Հիմա իրենք գնում են ընտրական process-ի ժամանակ որևիցե բան խանգարող, խոչընդոտող հանգամանքի կոպիտ եւ որևիցե կերպով մարդու իրավունքների հետ կապ չունեցող բանին, խախտումներին, հա, ոստեղ իրենք ունենում են, դուք ասում եք, տեսեք, կարող է Միացյալ Նահանգները մեզ պատուհանի, այլ Միացյալ Նահանգներն եւ ամբողջ հավաքական հանրապետությունը ծափ է տալիս տեղի ունեցող process-ներին, համարելով այն Հայաստանում հակառուսականության, ներողություն, պրոռուսականության կամ ռուսական 5-րդ շարասունի պարտություն, որի դեմ մեթոդները կարելի է չընտրել այդ գործոնի դեմ պայքարի։ Ու սա այս տուպիկային իրավիճակում մենք բանի մեջ ենք, թակարդի մեջ ենք հայտնվում։ Նախ, որ ասացիք, որ ձերբակալեցին, կալանավորեցին, բան հիշեցի, որ ասում արդեն հասան մեր տներին, լրիվ այդ վիճակն է, այսինքն ակնհայտորեն բոլոր ընդդիմախոսներին այս կամ այն կերպով հիմնականում կապելով Ռուսաստանի հետ, այո, իրավացի եք, փորձում են կալանավորել, ինչ որ լրացնել եւ այլն։ Այդ խնդիրը ակնհայտ կա եւ այդ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են, ուտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ես մի քիչ արևմուտքը ԱՄՆ-ից կզատեի տարբեր հանգամանքներով պայմանավորված քաղաքականության առումով, բայց ի վերջո, եթե բոլորը անգամ ծափահարում են, եւ ես այդպես չեմ կարծում դրական չեզոքություն են պահպանում։ Ամեն դեպքում, եթե անգամ բոլորը շատ հաշտ են այդ ամեն ինչի հետ, իրենք չեն Նիկոլ Փաշինյանին ընտրելու, ոչ Եվրանեստի նախագահն է գալու Նիկոլ Փաշինյանի քվետա, ոչ Թրամփի աշխատակազմի ժողովուրդն են գալու, ոչ Իլհամ Ալիևի Յենի Ադրբեջան կուսակցությունից են գալու, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը կուզենար։ Այդ մարդիկ չեն գալու։ Քվե Հայաստանում տալիս են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Բայց մինչև process-ներ են ընթանում, որով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցույց են տալի կամ դուք խերտներ գլուխները հավաքում ինձ այս երկրից հանում եք, այս երկրի ղեկավարումից կամ ահավոր շատ խնդրեմ եք ունենալու բոլորդ։ Ես կարծում եմ այս գործընթացները որքան էլ նյարդայնացնող են, բայց նաև բացահայտող են, թե այս մարդը ուր է գնում, ուր է տանում երկիրը։ Եկեղեցու հետ կապված ողջ process-ը այնքան զավեշտալի էր այդ ամբողջը ինչից սկսեց, ուր գնաց, ուր է հասել, որ արդեն կասկածի տեղ չի տալիս, որ այս մարդը հրահանգ է կատարում, որովհետև քաղաքական, ներքաղաքական առումով ինքը մենակ վնասել է իրան։ Ինքը այս ընթացքում ինչ օգուտ է շահել։ Ինչ է շահել այս ամեն ինչից։ Հովանանքի երկու խայտարակ հավաքները, որոնք լեզու չի պետք պատարակ ասելու են, պատարակ չկա տեղ, այդ մարդիկ ասում եմ ատելության հենքով են հավաքվել։ Հիմա մեկը կաթողիկոսի հետ խնդրեմ ուներ, կաթողիկոսին ատում, մեկը թեմի առաջնորդի հետ միգուցե, մեկը նախկինների հետ, մեկը արցախցիների հետ, բայց այդ մարդկանց ագրեսիվությունից արդեն ցույցատրվում, թե իրենք ինչի են հավաքվել։ Եվ երբեք ոչ մի պատարակ, հայ քրիստոնեական առաքելական եկեղեցու պատարակ անձապաշտության չի վերածվում։ Ի վերջո, այսինքն քրիստոնեությունը ինքնին դա մերժում է, երևույթը որպես այդպեսին։ Այդ ամեն ինչը ոչ մի կապ չունի քրիստոնեական ծեսերի հետ ու մարդը, որը ընդ որում աշխարհիկ պետության, աշխարհիկ ղեկավարը իր վրա ստանձնել է հոգևոր առաջնորդ, ինչ որ թիկնոցներ։ Ինքը որոշել է, որ ինքը վիդիցիցի ցարի բոգնա ու պետքա ասի հիմա ով է անմեղ, ով է մեղավոր, ինքը կնստի իր գահից կորոշի։ Ուզում եմ մեղավորներ ման գա, ուղղակի հայլու մեջ պետքա նա այնքան པարզ կտեսնի բոլորին։ Այաթոլլայի թիկնոցի հավակնություն կա կարծես։ Դա ասենք ասում եմ կաթողիկոսը Հայաստանի հոգևոր կյանքը փակողի հետ։ Ասենք
դրանից ավելի աբսուրդ հայտարարություն, ու այդ փակողի մեջ ինքը իր փոփանքը գտել է Փաշազադեի ելույթների մեջ ու Փաշազադեի падգամների մեջ։ Ինչ ասեք թե կաթողիկոսը օրինակ մեղք է գործը կամ ես իմ որ հոգևորական է լավ։ Դրանից Հայաստանի Հանրապետության սովորական կյանքով ապրող քաղաքացու կյանքում ինչ է փոխվել։ Ի նկատի ունեմ դրա պատճառով Արցախն ենք կորցրել, կամ դա էր պատճառը, որ Արցախը կորցրեցիք, ոչ որ մեկը միտեղ մեղքեր արել։ Կարող հասնել դրան։ Այդ դրա պատճառով Ադրբեջանից եկող զավթողական կոնցեպտները դրա պատճառով են, մեր գերիները դրա պատճառով են, մինչև հիմա Բաքվի բանտերում չակերտավոր դատավարությունների միջով անցվում։ Ասում եմ դրա պատճառով են մեր զինծառայողները անդամահատվել։ Այս ամբողջ շարքը հանցագործությունների եւ այդ հակապետական գործողությունների կապված է այս մարդու, որը թիկնոցը գցել է իր ցարիբոգի ու իր թիմակիցների անգործության, գործունեության, չգիտեմ ինչ նկատի։ Վերադառնալով հայ-ադրբեջանական process-ին, եկեղեցուն հենց կհասցնենք եթե ժամանակ մնաց կամ եկեղեցու հետ կապված ադրբեջանական մոտիվների։ Հիմա Ալիևը ինչ որ բան է հայտարարել, հա, ակնհայտ է, որ այդ հայտարարությունը ոչ մի կապ չունի թրիփի, այսպես կոչված թրիփի խաղաղության գործընթացի։ Ընդ որում կներեք, այս քանի օր առաջ էլ դիվանագետներին տարան, անունը դրեցին էլի Զանգեզուրի միջանցք, ասեցին այս այն։ Ես հիշում եմ, որ կարծես բան Twitter արել Զանգեզուրի միջանցք։ Հա, Հիկմետ Հաջիևը, այո։ Ես միշտ ասում մի հատ անվան փոփոխությունը չկա։ Այդքան բան անում եք իր համար, խնդրում եմ, ասում ես այդ անունը գոնե մի ասած, մը չէ, էլ եմ ասել։ Այդքան չես կարողանում անասել։ Հա, ուզում եմ ասեմ հետեւյալը, հիմա սա այսօրվա իշխանությունները թե մի հրաշքով ինչ-որ դառնան, այսպես ինչ-որ եւ այլն։ Կարող են օրինակ Միացյալ Նահանգների մոտ ներկայացնել որպես գործընթացը տորպեդահարող հայտարարություններ։ Եթե լինի նորմալ պետական շահասպասարկող իշխանություն, այս Ալիևի բոլոր ելույթները կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ, ես ձեզ ավելին ասեմ, կարելի է հասնել Ադրբեջանի դեմ հստակ սանկցիաների կամ առնվազն դրա վտանգի, որ սեղանին դրվի։ Մի անգամ էլ է սենց խոսում ու մի անգամ էլ է ռիսկեր ստեղծում, SSS մարդիկ մտնելու են սանկցիաների տակ։ Ընդ որում ասեմ, այդ այնքան հեշտ է աշխատացնել, այս վերջերս Լուկոյլը մտավ սանկցիաների տակ, այդ Լուկոյլի ողջ բորդինգ կազմը ադրբեջանցիներ են։ Այո։ Այսինքն նենց բան, նենց կարելի է այդ ամեն ինչ անցկացնել, ես ասենք լավ պատկերացնում եմ, որ Ալեկ Պերովով, այո, այսինքն ասես ցուցակը հստակ ընդդեմ դրած է։ Բայց ամերիկացիները արդյոք այդ շահը ունեն անելու, թե չէ։ Այս ամբողջ հարցը։ Նայեք, դիվանագիտությունը ինչի համար է, որ քո շահը առաջ մղես։ Եթե մեզ թվում է, թե Թրամփը բանը գործ թողած առավոտից Իրիկուն Ալիևի ելույթներն է կարդում, ասենք դա ծիծաղելու եմ, էլի, կամ ինչ որ աշխատակազմից ես իմով կոնկրետ մարդիկ կան նստած են, ասենք այդ դեսքթոփի վրա, կարող է կարդան, չկարդան, զեկուցեն, չզեկուցեն։ Դրան զուգահեռ 200 միլիոն բան է ընթանում այս աշխարհում։ Ես իմ հանդիպումների արդյունքում կարող ասեմ, երբ որ բանը դիվանագետն այդ աշխատում, շատերը ասած ապշած ասում են, նես տարօրինակ Ալիևը իրան բաներ դիվանագիտական պլատֆորմում լրիվ այլ կերպ է պահում։ Ու երբ որ ես տալիս ցույց եմ տալիս տեղը էսել, ասած աչքերը կլորանում, ասում են լուրջ sense բան է կատարում։ Նյութերի շատ մասը գնում է մենակ ադրբեջաներ են ասած, շատ նյութեր գնում են հենց ադրբեջանալեզու։ Հա, բայց այդ տեղում ամերիկյան դեսպանություն կա, բան կա, հազար բան կա, այնպես որ ինֆորմացիա այդ դեսպանն էլ մինչև հիմա փոխվել է, նոր դեսպանսկի առանձնապես չի եկել։ Ինֆորմացիայի խնդիրը չի, ինֆորմացիայի պակասի խնդիրը չի։ Ինֆորմացիան ճիշտ օգտագործելու խնդիրն է։ Ինֆորմացիան կա, լծակները կան, չկա, պատշաճ դիվանագիտություն եւ քաղաքական կամք այդ բանը տեղ հասցնելու։ Մեկ այլ նպատակ ունենար պետությունը եւ խնդիր ունենար, այս ամբողջը ասես փաթեթով, բանտիկով կվերցներ, կդներ բան ամերիկյան վարչակազմ սեղան, կասես սենց է կառուցում ես հասում։ Դա բան ենք պայմանավորվել, չէ՞, եկավ ձեռը սխմեց, այդքան հարգանք չունեք, ոնց էր Ալիևը դուրս եկավ այդ բանից, հանդիպումից Օվալաձե, որտեղ պարզվեց գրկել էին Նիկոլ Փաշինյանին լուծել բազմադարյա կոնֆլիկտը, ոնց Թրամփն ասում, ասաց, եթե սահմանադրություն չփոխի, ուրեմն բանի Թրամփին չի հարգում։ Հիմա չեք կարող ասեք, եթե սենց է խոսում, ոնց որ Թրամփին չի հարգում։ Մենք հələ մի կողմ Թրամփին չի հարգում։ Այս ենթադրում ենք մինչև երեկո, երբ որ մեր հաղորդումը եթեր արտաքվելու, արտաքին գործոս նախարարության ինչ որ մի կիսատ անհոդաբաշխ մի հայտարարություն կունենան կառային, որ տեղի ունեցող օգտագործող բառակապակցությունները չեն օգնում խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը եւ այլն այսպես։ Մեր արտգործնախարարությունը շատ սխալ քաղաքականության հետևանքով հավասարության նշան է դրել, օրինակ ասում է, «Վայ իրենք էլ են մեզ ատում, ժողովուրդ ջան, մենք էլ ենք իրանց ատում»։ Կներեք այս հեգնանքից համար։ Ասենք եթե դուք պետական մակարդակով քարոզվող ատելությունը չեք տարբերում
շարքային քաղաքացու մոտ առաջացող բարկությունից, ատելությունից եւ այլն, դուք լուրջ խնդրեմ ունեք հասկանալու հետ կապված։ Դե բայց ինչ եք ակնկալում այս արտգործնախարարությունը եւ այս արտգործնախարարը ուղիղ ենթակայում Նիկոլ Փաշինյանին եւ այդ մարդիկ օգնում են Իլհամ Ալիևին ստեղծել խաղաղության շղարշ ամբողջ աշխարհում, մաքրվել բոլոր մեղքերից եւ հանցանքներից, որ ինքը գործել Արցախում, որոնց վերաբերյալ կան հենց միջազգային զեկույցներ, միջազգային իրավական դատարանների որոշումներ, որոնց հետ կապված Ալիևը պետք է լրջագույն պատիժներ կրի, կան մարդիկ, որոնք կոնկրետ պատերազմական հանցագործություն են կատարել։ Նորմալ պետությունում հատիկ-հատիկ այդ մարդկանց հետևից պետք է գնալ։ Եվ պետք է իդենտիֆիկացնել։ Այո, որոնք կոնկրետ, ասենք, այդ կին զինծառայողին անդամատողը պիտի պատժվեր մինչև վերջին, չասեմ ով։ Ինքը իրավունք չուներ տենց հանգիստ թողեր գնար։ Դե մեկին բան են արել, չէ՞, Մոսկվայում կարծեմ ձերբակալին, հետո արագ բաց թողեցին։ Իհարկե, բաց։ Դրանից հետո էլ ջրեցին այդ գործը, փակեցին վերջ։ Պարզ չի, որ իրանք են Ալիևին մաքրազերծում։ Դե ասենք դրանից էլ լավ նվեր Ալիևին ոնց պիտի բան չանի։ Պրոստը հասկացել է, որ սենց իր ափի մեջ է, էլի, ասում է, մեկը ափիս մեջ է, հիմա մի քիչ էլ ելույթ կունենամ, սիրտս կհովանա, ես այդքան մեջս չեմ կարա պահեմ այդ ատելությունը, բայց սենց իջին եմ անա, ես այդպես մեջս պահեմ։ Ու հետո այդ պետության վարչակարգի հիմքն է այդ ատելությունը, ինքը բոլորին սնում է այդ ատելությամբ։ Ու դրա համար այդ ադրբեջանցի հեղինակը լավ էր գրել էր թվում է թե ասում են մենք խաղաղության մեջ ենք, բայց մենք ամենօրյա լրահոսում ապրում ենք այնպես, կարծես հաջորդ պատերազմը շատ մոտ է։ Այսինքն ինքը շատ լավ ձևակերպում էր էլի տվել այդ ամեն ինչին, որ այդ ամեն հասարակության անդադի վրա է։ Այո, ներվի վրա են պահում։ Վաղը միսօրը կամուրից կրես։ Բայց որ սկսի, իմացեք, որ սկսելու է։ Ու սենց բաները այդ ամբողջի սնուցման կարևոր մեթոդներից ու միջոցներից են, որ պետք է արվի, էլի։ Դրա համար այդ խաղաղության գործընթացի մեջ, որքան ինքը բարդ լինի, որքան այս սխեմաները խախտված լինեն, դու պետք է լինես թափ ու զգոն, հասկանում եմ, այդպես բաներ կա, որ շատ չես կարա, ասես պետք է, բայց դու բաներ կա, որ ունես ու չես օգտագործում, ոչ միայն չես օգտագործում, այլ թաղում ես դա, ու դրանից հետո ինքը իր չունեցածը վերցնում ու քո վրա է շպրտում, քո համար է խնդիրներ ստեղծում, բայց Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, ու մենք մնալու ենք այդ խնդիրների հետ։ Ու հաջորդ եկող իշխանություն, կառավարություն եւ այլն ուժերը պետք է ունենան այդ պատասխանները։ Մնում է ինչ անեն, հա, ջան, այսքան քանդեց, հերիք չի։ Կարծես թե հերիք չի։ Դե իր համար ու Ալիևի համար իհարկե բավարար չի, որովհետև ֆանտաստիկ սխեմա են դրել պետության ոչնչացման, պետության գաղափարական քանդման սխեմա, ամեն տեսել ես բանը իրական Հայաստանի գեղագիտական կոնցեպցիան։ Չէ, ճիշտն ասած։ Ուրեմն այդ իրական Հայաստանի գեղագիտական կոնցեպցիան չակերտներով եմ ասում, այդտեղ դե ոնց է, այսինքն պետությունը ինչպիսի թատրոններ պետք է հովանավոր, ինչպիսի գրքեր պետք է տպի, այսինքն ինչպիսի մոդա պետք է թելադրի, էլի։ Հիմա դու կարաս քո հաշվին գնաս ինչ որ թատրոն բեմադաս ինչ ուզում ես խոսես, բայց դե պետական ֆինանսավորում ունես, պետքա չլինի ագրեսիա պարունակող, պետքա լինի խաղաղության մասին, ուրախ ապրելու մասին, լավ ապրելու մասին, բռնություն չպետք է իրան մեջ ընդհանրի, այն օրը մեր ոդկասթի ժամանակ ես Ռուբենը Մելքոնյան այնպես բան ենք գրոտեսկ ենք անում, հասել էինք նրան, որ օրինակ ասենք, եթե Օթելլոն ասենք օրինակ խեղդում է Դեսդեմոնային, այլևս ոչ թե Օթելլոն խեղդելու է Դեսդեմոնային, այլ կարմիր բերետավորները հեռացնելու են Օթելլոյին, ասենք։ Բայց ինքը այլևս մտնում է մեր կյանքի գեղագիտական մեր ճաշակի հայացքների մեջ ու ստեղ է սկսում մեր սրբագրումները անելը։ Իհարկե ինքը փորձում է մտնել հայկական մշակույթ, հայկական կրթություն, կրթական համակարգ, որովհետև ինչպես Ալիևն է զավթողականությունը կոնցեպտուալ դարձնում, ինստիտուցիոնալ դարձնում, Նիկոլ Փաշինյանը հանձնվելու ու անվերապահ Ադրբեջանի կամակատարը դառնալու գործողությունն է դարձնում, ինստիտուցիոնալ եւ կոնցեպտուալ։ Այս էլ Նիկոլ Փաշինյանի խնդիրն է, որ իր առջև դրված է։ Ուղղակի այսքան արդեն նայում եմ, քանի տարի անցել 2018-ից, ասենք մարդը, որ եկավ այդքան սիրո վրա, դարձավ այս պետության կազմակերպիչ։ Սիրո վրա չեկավ, ինքը դագաղների վրա եկավ։ Դե համենայն դեպս ժողովրդի մի մասին համոզել էր, որ սիրո վրա եկավ։ Դե համենայն դեպս, բայց փաստայինն է, որ այդ ամեն ինչը ուղեկցում էր դագաղներով մարդկանց ողջ մարդկանց թաղելու կոչերով։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերես ընդունելու շատ հետաքրքիր զրույցի համար իմ հիմնորոշ ադրբեջանական պատվանդանությունների տեխնացու Տաթև Հայրապետյանը, մնացեք խաղաղությամբ։